Ողջույն։ Հայաստանի հանրային դաշտում վաղուց ձևավորվել է վտանգավոր օրինաչափություն, իշխանության ցանկացած դրական նախաձեռնություն կամ հաջողություն գրեթե ավտոմատ կերպով դառնում է հարվածի թիրախ։ Ամենավտանգավորն այստեղ այն է, որ արժեզրկման այս մշակույթը դառնում է նորմա, ամեն լավ բանում վատը գտնելու, ամեն հաջողություն կասկածի տակ դնելու։ Երբ հասարակությանը սկսում են կերակրել այդ նորմայով, այն սկսում է ապրել այդ տրամաբանությամբ և կորցնում է առաջ շարժվելու կարողությունը։ Որովհետև եթե ամեն ինչ կասկածելի է, ապա ոչինչ իրական արժեք չի ունենում։ Արթուր Աբրահամի մարզադպրոցի շուրջ գեներացվող բացասական աղմուկը այդ օրինակներից ամենաթարմն է, բայց ոչ առաջինն ու վերջինը։ Խնդիրը նույնիսկ կոնկրետ անձը չէ, լինի դա Արթուր Աբրահամը, թե որևէ այլ հաջողակ անհատ։ Խնդիրը վերաբերմունքն է, արժեզրկելու, ստվերելու, ամեն ինչ քաղաքականացնելու մոլուցքը։ Մարզադպրոց կառուցելը հատկապես այն մարդու անունով, ով այդ ոլորտում հասել է ամենաբարձր գագաթների, ոչ թե քաղաքական քայլ է, այլ սերունդներ ձևավորելու և դաստիարակելու ներդրում։ Եթե այսօր սա ներկայացվում է որպես խնդիր, ապա խնդիրը ոչ թե նախաձեռնության մեջ է, այլ այն մարդկանց հայացքների, որոնք ամեն ինչ չափում են քաղաքական հավանության պրիզմայով, չափում են իրենց գրչակային մտածելակերպով, չափում են այն մի երկու կոպեկով, որը իրենց տերերը շպրտել են նրանց հասարակական մթնոլորտն ապականելու համար։ Իշխանությունները հավերժ չեն, այսօր կան, վաղը ուրիշը կլինի, բայց պետության կողմից արվող դրական ծրագրերը շատ երկար են մնալու են սերունդների համար, մնալու են բոլորի համար, անկախ քաղաքական հայացքներից։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։